Թուրքիա ոչ մի հարաբերություններ չկան։ Բացառությամբ Թուրքիա-Սիրիա ռազմավարական պայմանագրի ստորագրությունից հետո սիրիական երկու նախկինում Ասադի զորքերի կողմից օգտագործվող օդուժի բազաների պայմանագիր կար, որտեղ Թուրքիան պետք է բերեր իր օդուժը կանգնեցներ, Իսրայելը ոչնչացրեց երկու բազանել եւ հայտարարեց, որ էլի կանեմ։ Եվ այլ խնդիր Թուրքիան հիմա չի կարող լուծել։ Թուրքիա ԱՄՆ հարաբերություններ չկան, Թուրքիան էլի դիմեց, ասեց, խնդրում եմ մեզ F-16 դուր աստին բաժանորդը անհասանելի է կամ գտնում է ռադիոծկացույցից դուրս, դողանի երկար փորձեց, տեսավ չի ստացվում, գնաց բրիտանացիքից տայֆունների առաջի սերնդի 40 հատը ու եւս 40 հատ մինչեւ 60 թիվ պետք է առնեն եւ ուսենք դառնա 80 հատ, այսինքն չունի օդուժ։ Եթե համեմատում ես 4-րդ սերնդի ռաֆալների, որը Հունաստանը ունի, պլյուս Հունաստանը ունի F-35, պլյուս Հունաստանի F-16-ները բան են, բլոկ 70-72-ն վերջի F-16-ներն, այսինքն թե Եվրոպան, թե ԱՄՆ-ն ցույց են տալի Թուրքիային, որ ինքը վստահելի չի։ Այսինքն զենք չենք տալի, հետեւաբար վստահելի չի։ Տնտեսական առումով Թուրքիայի տնտեսությունը շատ վատ վիճակում է, չնայած հիմա ասում են, որ գնաճը դադարել է, բայց գնաճը դադարել է, որտեղ ստագֆլյացիա է։ Այսինքն տնտեսությունը վատ վիճակում է, գնաճը դադարել է ոչ թե նրանից, որ շատ լավ վիճակում է տնտեսությունը, այլ նրանից, որ այնքան վատն է, որ արդեն առևտրի բանը սարում է տնտեսությունը, բան չկա։ Դուք թվերին ծանոթ եք, ուրեմն մի տարբերակով 38%, մյուսով ասում են 70%։ Հա, որովհետև այդ մյուսով, որ հիմա ասում են 70, ինքը իրականում 110 էր։ 110-ից այ չէ 70։ Իրանք երկու բան ունեն։ Ռուսաստանում էլ այդպես ցանկացած ավտորիտար պետություն դրանով աչքի անգամ ցավոքսը Հայաստանում է, որ իրականը հաշվենք մոտարապես տարբերություն կտա։ Խնդիր ուղղակի մեր մոտ էլ երկու անգամ կլինի, բայց մեր մոտ պետք է հասկանալ է խոսքը պաշտոնական 2 կամ իրական 8, հա, ինչ որ սենց վիճակ կարա լինի, բայց մեզ մոտ օրինակ գնաճը այն տարիներին, որ դեկաբրիստները եկել էին ռելոկանտներ կոչվածները, այնտեղ ասենք մենք 3 տարվա մեջ 100% գումարային 100% ինֆլյացիա գները կրկնապատկվել են այդ 3 տարվա ընթացքում։ Թուրքիայում ամեն տարի էր գները բանանում։ Խնդիրը նրանում է, որ երբ հաշվարկում ես տարբեր ապրանքատեսակներ կարաս մտցնես հաշվարկի մեջ, վերահսկես կամ բանանես տնես դիտարկման տակ եւ ըստ այդ ապրանքատեսակների գնաճի վերջնական արդյունքը կարա փոխվի։ Օրինակ Ռուսաստանում, որպեսզի գնաճի այդ խայտառակ տեմպերը թաքցնեն, մտցրել էին բան ավտոմեքենայի գները։ Շատ երկար ավտոմեքենաների գները տատանվում էր ասենք 5-6%-ով քիչ, հա, բայց ամբողջ այդ ոնց որ սպառողական զամբյուղի մեջ այդ ավտոմեքենայի եւ հիպոթեկի մասը գերակշռող մաս էր կազմում, այսինքն այնտեղ չգիտեմ կարտոֆիլը, հացը, կաթը, բան կարար կրկնապատկվեր, եռապատկվեր գինը, բայց քանի որ ստեղ փոփոխությունը 1% էր կամ ավելի վատ 0.8, ընդհանուր ստացվում էր, որ գիտեք, դա առանձնապես մենք պաշտոնապես մեր բանը գնաճը 7% է։ Բայց իրականում, ասենք 40 էր ամսից ամիս։ Թուրքիայի վիճակը վատ է, Թուրքիան հիմա այս առիթից օգտվում է, այդ առիթը կոչվում է բան օվալ կաբինետում նստած անձնավորություն եւ Հարավային Աֆրիկայից ներմուծված ապօրինի ներմուծված մեյմուն։ Չէ, չի գնացել, այնտեղ ասեցին, որ լավ կլինի, որ գնա, Տրամպը ասեց, չէ, բան, ես ձեր ասելով դա չեմ անի, իրականում որտեվ նարցիսը ընդհանուր իմաստը տենց էր, այ որ դուք ասեք չեմ անի, բայց ինքը լավ կլինի, որ վերադառնա իր բիզնեսին։ Սենց ասեմ, այդ մեյմունը տապալվեց Վիսկոնսինում, սա ամենակարևոր բանն էր, որտեվ ինքը անձամբ դրեց ամեն ինչ, որպեսզի այդ լիբերալ դատավորը Վիսկոնսինի նահանգի չանցնի, ինչով էր Վիսկոնսինը շատ կարևոր, Վիսկոնսինում քննվում էր գործ համաձայն որի ընտրատեղամասերը վերաձևել էին սահմանները այնպես,
որ բոլոր կամ հիմնական տեղամասերում հանրապետականները, որոնք Ամերիկայում հայտնի են, որ դու հանրապետական ես քվեարկում, թե դեմոկրատիկ, նենց էին արել, որ հանրապետականները բոլոր տեղամասերում հնարավորինս մեծամասնություն կազմեն։ Իսկ գործը հասել է Վիսկոնսինի գերագույն դատարան, դա ամեն նահանգը իր գերագույն դատարանն է։ Եվ գերագույն դատարանը պետք է ասի, որ դա ապօրինի է, որտեղ դա իրականում ապօրինի է։ Դա արած է հատուկ, որպեսզի Վիսկոնսինը, որը swing state է, այսպես կոչված, այսինքն հենց այն նահանգներից մեկն է, որից կախված է թե նախագահով լինելու, այս swing state-ի հարցը իրականում եկավ եւ լուծվեց։ Մասկը անձամբ, տեսել եք, բաների գլխիկը վազվզում էր 20 միլիոն թե 25 միլիոն տարբեր գնահատականներով գումար է դրել, որպեսզի անցնի կոնսերվատիվ դատավորը, եւ բացի դրանից 1 միլիոն դոլարի գործուն չեկով բաներանում, պլյուս ասում էր, որ ես գումար կտամ նրանով, որ այս նկարը կդնի եւ այլն, այսինքն տարբեր ձևերով մեծ հաշվով ընտրակաշառք, բայց դե յուրե ոչ։ Կներեք։ Եվ եթե մինչև բանը տարբերությունը 1-2% են որում դեպի կոնսերվատոր մասկի խառնվելուց հետո այնտեղ 10-15%-ով հաղթեց այս լիբերալ դատավորը, այսինքն ամբողջությամբ առնվազն Վիսկոնսինը մեկ նահանգ ապացուցեց եւ ցույց տվեց, որ ինքը մասկի էգոն տրորած ունի, ձեռքի հետ տրորեց նաեւ Տրամպին։ Շատ ուրիշ կարևոր բան տեղի ունեցավ Ֆլորիդայում, որը շատ ավելի բաներ վտանգավոր էր Տրամպի համար։ Գերկարմիր նահանգներ, գերկարմիր կոնգրեսականների ոչ թե նահանգ, այլ բան։ Նու նահանգը հա պարզ ընտրա տեղամաս, չէ, ընտրատարածք, vote county, որտեղից որ կոնգրեսական անտրվում, կառույց, այդ շրջանը, որտեղից կոնգրեսական պետք է բանը, որտեղ Տրամպը հաղթել էր, ասենք, 25% տարբերությամբ, մի կերպ 2-3%-ի տարբերությամբ մի կերպ հաղթել է բանը Տրամպի դրածոն, այսինքն չգիտեմ մագայա թե կոնսերվատորը, դա Արմեն Հովհաննիսյան կասի ինքն է հետևում թե այդ հանրապետականի որ թևին է պատկանում, բայց տարբերությունը իջել է եւ հետեւաբար օրինակ այդ կոնգրեսական այնտեղ որ քիչ ինքը արդեն դառնում է swing state։ Այսինքն սա հազիվ մազապուրց ընդամենը 60 օր անց է ինչ Տրամպը նախագահ 60 օրվա ընթացքում ընտրատարածքը որտեղ Տրամպը հաղթել է 30%-ով Տրամպի դրածոյին ընդամենը 1-2%-ի առավելություն է տալի։ Եվ սա նշանակում է, որ ամերիկյան քաղաքական համակարգում տեղի է ունենում կրիտիկական փոփոխություն, այն որը որ կոչվում է, որ deep state-ը պատասխան է տալիս։ Եվ սա նշանակում է, որ առնվազն դոժը, այսինքն այն բանը, կապիկությունը, որը մասկա անում է, հասարակության կողմից չի ընդունվում։ Եվ այս չընդունվելու հետևանքը այն է, որ սրա չընդունվելը խփել է Տրամպի վարկանիշին։ Մի առանձնապես մի բարի պտուղ չէր, Տրամպի բանի ընդունելության վարկանիշը իջել է մինչև 43։ Պատմության մեջ ամենացածր վարկանիշն է 60 օրվա կտրվածքով։ Եվրամիություն Թուրքիա հարաբերությունները տնտեսական են իհարկե, որտեղ իրանք բան են, նախ ընդհանուր տնտեսական բանի մեջ, տարածքի մեջ են իրենց մութ խնդիրը չկա։ Բայց Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանի բացումը Եվրամիության տեսանկյունից, ինչը մենք բազմիցս ոչ կապ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններից։ Դա Թուրքիայի ներքին որոշումն է։ Եվ այնտեղ բանակցային լիքը տեղ կա, այսինքն Եվրամիությունը ակնհայտորեն անհրաժեշտության դեպքում ունի գործիքներ, եթե ուզենա չոր այդ հարցը դնի, այսինքն եթե որոշվի որ Ադրբեջանի վրա խաչ են քաշում, վերջնական եւ Ադրբեջանը չի խաղում այս խաղը, իրանք ունեն բավարար միջոցներ Թուրքիայի վրա ճնշում գործադրել եւ Հայաստանի սահմանը բացել տալ, ուղղակի դա կնշանակի, որ այդ հաղթաթուղթը օգտագործվում է եւ վերջ վարվում, այսինքն էլ նմանատիպ որոշում չեն կայացնելու, որը ակնհայտորեն բանա, միջուկային զենքի նման խնդիր է։ Տեսեք, միջուկային զենքի կիրառումը ինքը այդքան բան Երոշիման բոլորը գիտեն, հա, ինչ-որ առանձնապես, հա, վայ, շատ վատ է, բան առանձին վերցրած կտորում, եթե դա միջուկային պատերազմ չի, եթե մեկ
միջուկային ռումբը ինքը տենց հա հետևանքները շատ ծանր են, բայց դրա կիրառման հավանականությունը շատ քիչ է։ Ուղղակի դու գիտես, որ այդ երկիրը ունի միջուկային զենք ու ցանկացած գործողություն այդ երկրի հետ կամ ուժի հետ բան անելուց գցում բռնում ես, ասում ես ոչ թե կիրառեց, թե չէ այդ հավանականության տեսանկյունից, այլ որ կիրառեց, ասենք ես տապալվում եմ։